Ողջույն ընկերներ, եթե սիրում եք մանդակ, ուրեմն այս բաղադրատոմսը հաստատ հավանելու եք։ Պատրաստում ենք իմ ամենասիրելի թթուն, մանդակի թթու։ Եվ այսպես մանդակը լավ լվանում ենք հոսող ջրի տակ, որպեսզի հողի մասնիկներ չմնան։ Որից հետո ջրով լիկած սան դնում ենք կրակին և թողնում, որ ջուրը եռա։ Մաքրված մանդակը լցնում ենք ջրի մեջ և թողնում այստեղ 1-2 րոպե, երկար եփել պետք չէ, այլապես մեր թթուն կստացվի փափուկ։ Եռացող ջրից հանելուց հետո անմիջապես դնում ենք հոսող ջրի տակ, որպեսզի եփվելու պրոցեսը կանգնեցնենք, որից հետո արդեն դասավորում ենք տարաների մեջ։ Ես թթուն դնում եմ 3 լիտրանոց տարայի մեջ։ 3 լիտրանոց տարայի համար վերցնում եմ 3 ճաշի գդալ աղ, նախ քիչ քանակությամբ ջրի մեջ աղը լավ լուծում եմ, որից հետո լցնում տարայի մեջ։ Տարայի մնացած մասը լցնում եմ սովորական ջրով։ Փակում եմ կափարիչով տարան, այնուհետև լավ թափահարում, որպեսզի աղը հավասարաչափ բաշխվի։ Այսպես թողնում եմ սենյակային ջերմաստիճանում 2-3 օր, որից հետո տեղափոխում եմ արդեն սառնարան։ 2-3 օր հետո արդեն կարելի է փորձել թթուն, շատ համեղ է ստացվում։ Եթե դեռ չեք փորձել, ապա փորձեք։ Բարի ախորժակ։